Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մենք խոսելու ենք մի քանի հետաքրքիր թեմաների մասին, ինչպես սկսվեց մեր շարժումը, կանաչու շուկայից մինչև լեգալ Հայաստան, ինչպես ենք պայքարում հանրային կարծիքի ձևավորման համար, լեգալ Հայաստանը սոցցանցերում, ինչու են մեր դեմ դուրս գալիս, ովքեր չեն ուզում օրինականացում և ինչու, դե ինչ, սկսենք, կանաչու շուկա և լեգալ Հայաստան։ Երբ ես առաջին անգամ մտա այս ոլորտ, իմ նպատակը պարզ էր՝ ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան առանց վախի ձեռք բերել որակյալ մաքուր ապրանք, օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր որոնում են վստահելի վաճառողներ, մարիխուանայի օրինականացման թեման դարձնել ավելի ակտիվ և հանրային, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ հարթակի մեծամասնությունը դեմ է օրինականացմանը, նրանք չէին ուզում փոփոխություն, այլ պարզապես ցանկանում էին գումար աշխատել առանց որևէ վերահսկողության, եւ սկսվեց շուկայի մեծ մասը լցվել քիմիական թմրանյութերով։ Ոմանք պարզապես օգտվում էին մարդկանց անտեղյակությունից, առաջարկելով վտանգավոր ապրանքներ, որոնք հաճախ ոչ միայն կախվածություն էին առաջացնում, այլև կործանում էին առողջությունը։ Այս ամենից հետո ես որոշեցի, որ այլևս չեմ կարող լինել նույն համակարգի մի մաս, որտեղ մարդիկ մտածում են ոչ թե որակի ու անվտանգության մասին, այլ պարզապես օրվա մեծ շահույթի։ Այսպես ծնվեց Legalize Armenia, որը հետագայում դարձավ Legal Հայաստան։ Մենք դադարեցինք համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր դեմ էին օրինականացմանը։ Մենք սկսեցինք պայքարել հասարակությանը կրթելու, խաբեբաներից պաշտպանելու և շուկան մաքրելու համար։ Մաքուր Հայաստան։ Իմ առաջին քայլերից էր մաքրել Հայաստանը քիմիական թմրանյութերի գովազդից։ Մենք հետևողականորեն սկսեցինք վերացնել հասարակական վայրերում սինթետիկ թմրանյութերի գովազդները, դրանց փոխարեն տեղադրելով ոչ թե մեր գովազդը, այլ մեր հերոսների դիմանկարները, ովքեր նահատակվել են մեր երկրի պաշտպանության համար։ Մենք մեր հարթակներում սկսեցինք խոսել օրգանիկ մարիխուանայի և սինթետիկ թմրանյութերի տարբերության մասին, սակայն ամենացավալին այն է, որ մարդիկ չեն տարբերում օրգանականը քիմիայից, իսկ հետո գալիս ու ասում են, որ ուզում են մարիխուանայի օրինականացում։ Դուք չեք կարող օրինականացում պահանջել, եթե թույլ եք տալիս, որ քիմիան վերահսկի շուկան ու ամեն զիբիլ մեր թշնամի պետությունների ձեռքով գա լցվի մեր երիտասարդների գլխին։ Սինթետիկ թմրանյութերի իրական վտանգը։ Մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մարդիկ հաճախ չեն տարբերում օրգանիկն ու քիմիականը, իսկ ամենավտանգավորն այն է, որ երբեմն մարդիկ մտածում են, թե դա նույն բանն է։ Սինթետիկ թմրանյութերը չեն ստեղծվում բնության մեջ, այլ լաբորատոր պայմաններում, օգտագործելով հունավոր և անբնական քիմիական նյութեր։ Դրանք կարող են փոխել ուղեղի բջիջները, առաջացնել ծանր խանգարումներ և անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին։ Կախվածություն առաջին իսկ օգտագործումից։ Սինթետիկ քիմիական թմրանյութերը ոչ թե ժամանակավոր ազդեցություն ունեն, այլ ստեղծում են կործանարար ցիկլ, որտեղ մարդն անընդհատ ցանկանում է ավելի մեծ չափաբաժին, առանց հասկանալու, որ դա իրեն սպանում է։ Անվերահսկելի հետևանքներ։ Շուկայում հայտնված շատ թմրանյութեր փորձարկված չեն և անգամ շատ վաճառողներ չգիտեն, թե ինչ են վաճառում։ Մի օր դա կարող է լինել մեղմ ազդեցության թեթև խառնուրդ, իսկ հաջորդ անգամ ինչ-որ լաբորատոր փորձի անհաջող արդյունք։ Ինչու են թիրախավորում երիտասարդներին։ Երբ մի ամբողջ սերունդ հայտնվում է քիմիական թմրանյութերի ազդեցության տակ, դա չի նշանակում պարզապես ֆիզիկական կախվածություն։ Դա նշանակում է միտք կամ
կամք եւ ազգային ինքնություն կորցրած հասարակություն։ Սինթետիկ թմրանյութերը ոչ միայն քայքայում են մարդու առողջությունը, այլև ոչնչացնում են ազգային դիմադրողականությունը, քանի որ ստեղծում են անկախության, պատասխանատվության եւ պայքարի զգացողությունից զուրկ անհատներ։ Նրանք թիրախավորում են 18-ից 40 տարեկան սերունդը, մեր բանակի ապագա զինվորներին, սփռում են ամենաէժան ու ամենավտանգավոր քիմիական թմրանյութերը։ Սա սպիտակ ցեղասպանություն է։ Նրանց նպատակը պարզ է՝ թույլ, անկազմակերպ, կախվածության մեջ գտնվող հասարակություն, որն անկարող է ինքնապաշտպանվել։ Նրանք, ովքեր չեն կարող կառավարել իրենց ցանկությունները, չեն կարող նաև կառավարել իրենց կյանքը։ Հենց սա է պատճառը, որ մեր թշնամիները տարածում են ամենաէժան ու ամենակործանարար քիմիական թմրանյութերը մեր երիտասարդների մեջ, որպեսզի մենք ունենանք ոչ թե հզոր, խելացի ու կազմակերպված ազգ, այլ ապագա չունեցող, անգործուն, մշտապես կախվածություն ունեցող մի զանգված, որին հեշտ կլինի ուղղորդել, խաբել եւ օգտագործել։ Թմրանյութերի շուկան վերահսկվում է մեր թշնամիների կողմից։ Տարիներ շարունակ քիմիական թմրանյութերի շուկան վերահսկվում է օտար ուժերի կողմից, որոնք ունեն մեկ հստակ նպատակ՝ թուլացնել մեր հասարակությունը, ոչնչացնել երիտասարդության գիտակցությունը եւ կառավարելի դարձնել մեր երկիրը։ Մեզ չեն ուզում թույլատրել օրինականացնել օրգանիկ մարիխուանան, որովհետեւ դա կհարվածի նրանց գրպանին։ Այդպես մենք կկարողանանք շուկայից դուրս մղել քիմիական թմրանյութերը եւ վերահսկել անվտանգ օգտագործումը։ Այսօր քիմիան տարածվում է ինչպես բիզնես, այնպես էլ որպես կենսաբանական զենք։ Ինչու ենք մենք թողնում, որ մեր սերունդները դառնան այս փորձարկումների զոհ։ Ինչպես պայքարել։ Մենք պետք է դիմակայենք քիմիական թմրանյութերի ներմուծմանը եւ պահանջենք օրգանիկ մարիխուանայի օրինական վերահսկվող շուկա։ Մենք պետք է մարդկանց կրթենք, որ հասկանան տարբերությունը։ Պետք է աջակցենք մաքուր եւ վերահսկվող արտադրանքին, այլ ոչ թե թույլ տանք, որ թունավոր քիմիան շարունակի տարածվել։ Եվ մենք պետք է հիշենք, որ եթե լռենք, այս խնդիրը կխորանա ու մեր երիտասարդությունը կկորցնի իր ապագան։ Դուք չեք կարող օրինականացում պահանջել, եթե թույլ եք տալիս, որ քիմիան վերահսկի շուկան։ Ամենացավալի թեման այն է, որ մեր կլադմեններին բռնում ու ծեծում են, իսկ հետո ցածր գին ու մարիխուանայի լեգալիզացիա են ուզում։ Որքան դուք այդպես վարվեք, այնքան մարդիկ չեն տարբերելու օրգանիկ թմրանյութը քիմիականից։ Մենք պետք է հստակ տարբերակենք։ Մենք կարող ենք քիմիական թմրանյութ վաճառող կլադմեններին կանգնեցնել, պատասխանատվության ենթարկել եւ ստիպել հրապարակային ներողություն խնդրել։ Իսկ եթե օրգանիկ մարիխուանա վաճառող կլադմենի եք բռնել եւ ուզում եք ուղղակի հաշվեհարդար լինել, կարելի է ուղղակի վերցնել ապրանքը եւ առանց բռնության հեռանալ։ Եթե մենք սկսենք այս ամենը ճիշտ վերահսկել, քիմիական թմրանյութերի վաճառքով զբաղվող կլադմեններ եւ այլ աշխատողներ բարբերաբար խնդիրներ ունենալու դեպքում կսկսեն միայն աշխատել օրգանիկ մարիխուանայի վաճառքով զբաղվող խանութներում։ Օրինականացումը միայն օրենքի կամ թույլտվության հարց չէ, այն հասարակական գիտակցության եւ մշակույթի ձևավորման գործընթաց է։ Մենք ապրում ենք մի դարում, որտեղ սոցցանցերը դարձել են մեր ձայնը, մեր զենքը եւ մեր ազդեցության գործիքը։ Եթե ուզում ենք, որ մարդիկ ճիշտ հասկանան օրինականացման կարևորությունը, պետք է խոսենք դրա մասին, առանց քարոզչական վախերի։ Վաստակիր TikTok-ի միջոցով Լեգալ Հայաստանի հետ։ Խաղերին եւ ակցիաներին մասնակցելուց բացի կարող եք վաստակել Լեգալ Հայաստանի հետ միասին։ Ստեղծիր թրենդային տեսանյութեր իմ հաղորդումներից եւ տեղադրիր դրանք TikTok-ում։ Պատրաստիր մեմեր եւ հումորային տեսանյութեր մեր կոնտենտով եւ տարածիր TikTok-ում կամ Instagram-ում։ Լավագույնները կստանան դրամական մրցանակներ Լեգալ Հայաստանի կողմից։ Նկատել եք, որ արդեն հումորային հաղորդումներում սկսել են խոսել մարիխուանայի մասին։ Մարդկանց համար այն արդեն տաբու չէ։ Բացասական կարծրատիպերը փոխվում են։ Մարիխուանան արդեն օրինական է ավելի քան 33 երկրում։ Դրա առողջապահական, տնտեսական ու սոցիալական օգուտները տեսանելի են, բայց մենք պետք է ճիշտ շեշտադրումներ անենք։
Մենք ոչ թե անպատասխանատու օգտագործման, այլ վերահսկվող օրինականացման կողմնակիցներ ենք։ Մեզ մոտ խրախուսվում է խելամիտ եւ տեղեկացված մոտեցումը։ Եթե ուզում եք օրինական շուկա, հասարակությունը պետք է լինի տեղեկացված, ոչ թե ոլորության մեջ գտնվող։ Ովքեր են դեմ մեր հարթակներին եւ ինչու։ Այս ամենի պատասխանը պարզ է, քանի դեռ օրինականացում չկա, ստվերային շուկան թագավորում է։ Օրինականացումը նշանակում է, որ մարիխուանայի գները կիջնեն 2-ից 3 անգամ, խաբեբաները կվերանան, իսկ որակը կվերահսկվի։ Պետությունն ու ժողովուրդը կշահեն, ոչ թե ստվերային խմբերը, բայց ով կուզենա կորցնել իր միլիարդները։ Ստվերային տնտեսության խաղացողները չեն ուզում օրինականացում, որովհետև նրանց եկամուտը կառուցված է քաոսի վրա։ Նրանք վախենում են օրինական շուկայից, որովհետև դա վերջ կտա անտեր դաշտում իրենց բացարձակ իշխանությանը, Նրանք չեն ուզում, որ կառավարությունը վերահսկի այս ոլորտը, որովհետև գիտեն, որ դա կսպանի իրենց մոնոպոլիան։ Մեր թշնամիները շատ խորամանկ կերպով երկիրը լցրել են սինթետիկ քիմիական թմրանյութերով, եւ այն դարձել է զանգվածային զենք, խոցելի դարձնելով մեր սերունդը։ Նրանք գիտեն, որ թմրանյութերից կախված մարդը այլևս չի մտածի իր երկրի, իր ընտանիքի եւ իր ապագայի մասին։ Սա պատերազմ է, որը տարվում է ոչ թե զենքով, այլ մտքով, կամքը եւ ազգային դիմադրողականությունը ոչնչացնելու համար։ Ինչեւ մենք լռում ենք, ստվերային շուկան ու թշնամիները թունավորում են մեր հասարակությունը։ Մենք վերահսկելու ենք մեր ապագան, մենք փոխելու ենք խաղի կանոնները։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակ, բաց չթողնելու համար նոր տեսանյութերը։ Անպայման գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Սիրով, Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։